կալանավորվեց եկեղեցուն աջակցություն հայտնելու համար, հա, եւ այս պահին էլ տեսնում ենք եկեղեցու շուրջ ինչ զարգացումներ են։ Ձեր կարծիքը այս մասով, հա, Նիկոլ Փաշինյանը մի բան ձեզ ասում, բա դու ինչու ինչ հարց չեք տալիս, ես ինչ համար են կալանավորում։ Դες ասեցինք փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատվության։ Բայց էլ ասես փող չեմ լվացել։ Բայց իմ հարցի պատասխանը պաշտոնյական լիազորությունները անցել Ես եկեղեցի կառուցող մարդ եմ։ Մարմինը այդպես է ասում։ Ինչպես։ Նախաքննական մարմինն ասում է ապօրինի ձեռնարկատվությանը մասնակցելու, իրականության կապ չունի։ Փողերի լվացման։ Դե ասում են, բայց պիտի ապացուցեն, չէ՞։ Չկա նման ապացույց։ Չկա։ Նախաքննական մարմինը ուղարկել է, վստահ եք դատանում չի ապացուցվի, պարոն։ Ոչ, որտեղ նորից եմ ասում իրականության հետ կապ չունի, ինչի մասին որ խոսում են։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում է հատիկ առ հատիկ թալանը հետ ենք վերադարձնում։ Ինձ հետաքրքիր է Հովիկ Աբրահամյանը հատիկ առ հատիկ թալանացից քանի հատ ինչքանն է վերադարձել պետության։ Բայց պիտի թալանած լինի որ վերադարձնեն։ Վերադարձվել է, ես կարող եմ փաստերով խոսել, Չես կարող ասել։ 2023 թվականին, հիմա ձեր թույլտվությամբ Համեցեք, պարոն, ես կասեմ, որ օրինակ 2023 թվականին օրինակ, ես հիմա Չգնեք հանգած, հա։ Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը կվերադարձվի պետությանը, սա թալան չէր, պարոն Աբրահամյան։ Բայց դա որ դուք հիմա ինչի մասին խոսում եք, դա դուք համոզված եք որ իմ սեփականությունն է։ Գլխավոր դատախազությունը հենց այս մասով է դիմել դատարան եւ արդյունքում հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացվել։ Չկա տես բան։ Դա թարանաշ չի եղել։ Դա իրական կապ չունի ինձ հետ, հարգելիս։ Դու ինչ որ խոսում ես սուտ տեղեկատվության մասին ես խոսում։ Հիմա դու հարց եք տալիս, հարցի պատասխանում եմ։ Ասում դա կապ չունի։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի Գրիգոր Գրիգորյանի անունով գրանցված 4 հեկտար հողատարածքը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի արտավազ բնակավայրի տարածքում։ Ու հետո արդեն կրկին նորից հակակոռուպցիոն դատարանում կեղծ աճուրդերի որոշումների մի քանի տարի է վիճարկում է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ավան Մադյանի կողմից եւ արդյունքում դատարանը որոշում է կայացել Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը վերադարձվի պետությանը։ Դատարանը։ Բաթալանն է։ Բայց իմը չի դա ասում են, դու ասում ես ձեր վարորդի անունով է գրանցել, բայց փաստացի ասում են ձեր։ Վարորդը ընտանիք ունի, եղբայրներ ունի, մեծ ազգ ունի։ Պարոն Աբրահամյան, 2026 թվականի Ինչ մասին որ դուք խոսում եք, իրականության հետ կապ չունի, ինձ հետ կապ չունի, բոլորը դա գիտեն։ Բոլորը այդպես են ասում, երբ ասում են դատարան, ասում են ես փողերի լվացման հետ գործ չունեմ, կաշառքի հետ։ Ես ձեզ խնդրում եմ սպասեք մի հատ դատը թող վերջանա, կտեսնեք որ ես իրոք կապ չունեմ։